Հաջորդ թեզը, որը էլի շատ է քննարկվել, հայրենիք եւ պետություն հասկացությունների հարաբերությունն է, բայց ես ենթավերնագրի ներքո ուզում եմ անդրադառնալ այստեղ ընդգծված մի առանձնահատկության եւ նրբության, որը իմ կարծիքով բավականին լայն մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք տվեց, խոսքը նոր սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն է, որը իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված խնդրի կամ պահանջի կատարում, այսինքն դրվեց այդ համատեքստում։ Իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում դա ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարա լինի, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում, բոլոր սահմանադրություններին դա վերաբերվում է, բայց ես նույնիսկ չեմ ուզում հիշել կամ հիշատակել հղում անել, որ դեռևս 2020 թվականի փետրվարից մենք նոր սահմանադրության օրակարգի մասին խոսել ենք եւ ավելին 2018 թվականի հեղափոխության հետ նոր սահմանադրության օրակարգը եղել է, բայց այն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չի։ Ինչու՞, այս նրբությունները շատերը մոռացել են, բայց 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ այն սահմանադրությունը, որը այսօր գործում է։ Եվ այսինքն ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ, գործնականում ապրիլի 22-ին տեղի ունեցավ ըստ էության հեղափոխությունը, լավ, եթե ամբողջական անենք, ասենք մայիսի 8-ին։ Եվ այն ժամանակվանից կար նոր սահմանադրություն ընդունելու օրակարգը, ընդ որում նույն հիմնավորմամբ, չնայած հիմնավորումը հիմա ավելի հարստացել է եւ անտրամաբանական էր 2 ամիս ուժի մեջ լինող սահմանադրությունը փոխել, ինչու էր անտրամաբանական, ոչ թե հիմնավորումն էր վերացել, այլ ի վերջո էլի պիտի լիներ այդ հարցը։ Հիմա խորհրդանական կառավարման համակարգ, թե կիսանախագահական կառավարման համակարգ, եւ այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ այն պայմաններում, երբ խորհրդանական կառավարման համակարգը գործում է ընդամենը 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս։ Բայց սահմանադրության թեման, նոր սահմանադրության թեման շատ կարևոր է, մեկը այն հիմնավորմամբ, որը ես ինքս ինձ համար ունեի նաև 2018 թվականին, բայց մյուսը նաև վարչապետի պաշտոնում եւ կարգավիճակում լինելու բերումով նաև այդ ընկալումը եւ դիտանկյունը խորացել է։ Իսկ ո՞րն է այդ ընկալումը եւ դիտանկյունը, որ իմ ընկալումը հետեւյալն է, որ սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին։ Այսինքն սահմանադրությունն ինչ է, որ մենք բոլորս ընդ որում էական չի, կողմ ես քվեարկե թե չէ, կարևորն է նա, որ քաղաքացիների մեծամասնությունը կողմ քվեարկած լինի։ Հենց այդ փաստով դա պայմանավորվածություն է քաղաքացիների մեջ, թե մենք ոնց ենք իրար հետ հարաբերվելու։ Երկու քաղաքացիներ ինչ կանոններով են իրար հետ հարաբերվելու։ Քաղաքացին եւ պետությունը ինչ կանոնով են իրար հետ հարաբերվելու։ Պետական ինստիտուտները ինչ կանոնով են ձևավորվելու եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց արդյոք այս առումով մեր սահմանադրությունը, որը կա, ինքը տեքստային առումով խնդրահարույց է։ Գիտեք, տեքստային առումով ոչ մի սահմանադրություն խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքացիների պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև սահմանադրության թե 1995 թվականի ընդունման, թե հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունը ընդունել է սահմանադրությունը, բայց միշտ այդ քվեարկության արդյունքները
կասկածի տակ են եղել, այսինքն եղել է լեգիտիմ ըմբռնում, որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։ Արդյոք սա էական է, սա լրջորեն էական է, որովհետև եկեք պատկերացնեք մեզնից ցանկացած մեզնից երկուսի հարաբերությունը, երբ որ մենք խոսում ենք մի բան, եւ դա ավարտվում է պայմանավորվածությամբ, եւ խոսում ենք մի բան, եւ դա չի ավարտվում պայմանավորվածությամբ։ Արդյոք այս երկու իրավիճակները որոշակիորեն փոխում են մեր հարաբերությունների կերպը, շատ լրջորեն են փոխում։ Եվ ես գիտեք, նաև շատ իրավիճակներ կան, որ կառավարությունը որոշում է կայացնում, ես քաղաքացիները դրա վերաբերյալ դիրքորոշում են արտահայտում, այդ թվում քննադատական, այդ թվում նեգատիվ, ես քապնիցի չեմ մտածում, թե կառավարության որոշումները բոլորը լավն են, կատարյալ են կամ քաղաքացիները չպետք է քննադատեն։ Խոսքը դրա մասին չի։ Երբեմն կան նյուանսներ, երբ իմ ըմբռնումը այն է, որ քաղաքացին հարազատություն չի զգում երկրում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Ինքը չի համարում, որ սա այն կանոնը, որով իրեն պարտադրում են, որ ինքը ապրի, ինքը համարում է, որ դա իրոք իրեն պարտադրում են, որովհետև ինքը չի պայմանավորվել, որ ինքը պետք է այդ կանոնով ապրի, այսինքն ինքը դա իրանը չի համարում։ Իր օրգանական կապ չի, իր օրգանիզմի մաս չի։ Եվ այս է պատճառը, որ ինձ երբեմն բռնացնում եմ իմ մտքի վրա եւ այս բանի մեջ էլ երբ որ ասում եմ պետականազուրկ ազգի ռելիկտային մտածողություն ասելով, այդ նկատում եմ, որովհետև հասկանում եք իրավակարգերը շատ վաղուց մենք չենք որոշել մեր ապրելու կանոնը, որովհետև եղել է կայսրություն, եղել է ուրիշ կայսրություն, մի քանի կայսրություն, մենք չէ, որ որոշել ենք, թե ինչ կանոնով ենք ապրում, բայց մենք եկել ենք հիմա Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, բայց մենք մեր ընկալումն է նա, որ էլի մենք չենք որոշել, թե ինչ կանոնով ենք ապրում, եւ հետեւաբար մի ինչ որ պահի, երբ որ չգիտեմ մի քիչ ջղայնացած ենք, զայրացած ենք եւ այլն, մեր ենթագիտակցության մեջ իրավակարգի ընկալումը նույնն է, որ սա ինչ որ մարդկանց ուրիշների կողմից մեզ պարտադրված իրավակարգ է։ Ընդ որում էլի եմ ասում, կարող են նույնը լինել օրենքներն էլ, կանոններն էլ, տուգանքներն էլ, հարցը դրա մասին չի։ Հարցը նրա մասին է, թե մարդը, քաղաքացին դա իր սեփականը համարում է, թե իր սեփականը չի համարում։ Ինքը համարում է դա իր օրգանիզմի, հանրային օրգանիզմի մաս, թե չի համարում։ Եվ հետևաբար ես անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքացին որևէ պայմանավորվածություն ձեռք բերի եւ դա ապրելու են կանոնը, որը կա, խոսքը իրավակարգի մասին է, օրենքների ծագումնաբանության եւ այլ համարի, որ ինքն է, որ որոշել է այն շրջանակը, որում այդ ամեն ինչը տեղի է ունենում։ Եվ Իվարկյանել կարելի իսկ ինչն էր հանգարում 18 թվականի երկու սահմանադրության օրինակ բերել հանրաքվեով 15 հանրապետական ու պարլամենտական ու նախագահական տարբերակներով թող ժողովուրդը ընտրել, ինչն էր հանգարում այն ժամանակ։ Շատ բարձր արշավը կլիներ, բոլորը էստրակողմնակիցները կգնային, ոնց որ նախորդ տարիներ էր շրջաններում Երևանում քարոզարշավ կանեն, նրա կողմնակիցները կանեն, ժողովուրդը կընտրել։ Շատ բարձր բան էր պակասում, խանգարում, ասիկ ինչն է խանգարում, չէ՞։ Խանգարում է փաստարկների բացակայությունը, պրակտիկ փաստարկների բացակայությունը, որովհետև այնուամենայնիվ առաջնորդող ուժը, երբ որ հարց է դնում, չի կարող ասել, առաջնորդող ուժը չի կարող ասել, գիտեք ինչ ժողովուրդ, դե մի հատ սենց կա, մի հատ սենց կա։ Դե դուք նայեք որն եք ուզում, ինքը պետք է դիրքորոշում արտահայտի։ Շատ դժվար է պատասխանել հարցին, որի պատասխանը դեռ գոյություն չունի, որտեղ ինքը տեսական է։
Որտեւ հարց պետք է ինչի ընդամենը կամ 6 ամիս կամ 2 ամիս կամ 3 ամիս գործող սահմանադրություն։ Մենք ինչ ենք առաջարկում, քաղաքական առաջնորդությունը ժողովրդին ինչ է ասում, որի օգտին քվեարկի։ Եվ փաստարկների բացակայությունը այն ամենամեծ խոչընդոտն էր, որովհետև պրակտիկա կա, խորհրդանական նոր համակարգ է ձևավորվել, բայց չապրենք մի քիչ հասկանանք Աշխարհի փորձ հարևան երկրներ կան եվրոպական զարգացած։ Շատ լավ, այս շատ դիպուկ բան ասցիք իրականում, որովհետև տեսեք, այդ նույն ժամանակաշրջանում մեր հարևան երկրներում երկու հակառակ պրոցեսներ տեղի ունեցան։ Թուրքիան խորհրդանական կառավարման նույն ժամանակաշրջանում Թուրքիան խորհրդանական կառավարման ձևից անցում կատարեց նախագահական կառավարման ձևին, Վրաստանը նախագահական կառավարման ձևից անցում կատարեց խորհրդարանական ձևի։ Այդտեղ էլ է հարցը։ Ինչ որ մեկը մեր հարևաններից սխալ արեց, մյուսը ճիշտ, ոչ, այստեղ էլ գաղափարախոսական հարց կա։ Եվ այն ժամանակ այդ գաղափարախոսությունն էլ պարզ չէր, եւ նաեւ ես ուզում եմ ասել, որ տեսեք 44 օրյա պատերազմից անմիջապես հետո էլի այդ բանը բարձացավ եւ ճիշտն ասած այդ ինչ շատ ծանրակշիռ թվաց։ Այդ յետպատերազմյան շրջանում, որ ասում են, կիսանախագահական կառավարման համակարգը փոխելը սխալ էր եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այն սկզբնական շրջանում, անկեղծ ասած, ես էլ այդ փաստարկները ինձ սկսել էին համոզել։ Բայց ավելի ուշ, երբ որ արդեն Գառնանը եւ Ամռանը, երբ որ ես հետահայաց նայեցի, հասկացա, որ եթե մենք կառավարման կիսանախագահական համակարգ ունենայինք, առնվազն ժողովրդավարական ճանապարհով այդ իրավիճակը հաղթահարել կամ հնարավոր չէր լինի, կամ շատ դժվար կլներ,